Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիեթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Одноклассникում, Կոնտակտում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ցանկանում եմ ի սրտե նվիրել։ Ընդհանրապես, սիրելիներս, որոշել եմ իմ ուղիղեթերների ժամանակ պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին, անընդհատ ինձ հարցնում են, ինչ է իրենից ներկայացնում նեգատիվ էներգետիկան, շատ դեպքերում հարցնում են, որ վայրերն են, որ կարող են իրենց մեջ պահել նեգատիվ էներգետիկա, ինչպես կարողանանք այդ նեգատիվ էներգետիկայից պաշտպանվել, ինչպես կարողանանք այդ նեգատիվ էներգետիկան ձեր վրայից մաքրել։ Ընդհանրապես, սիրելիներս, նեգատիվ էներգետիկան դա ժողովրդական խոսակցական խոսքի մեջ, դա թուկթուկիրն է, դա անեսքն է, դա աչքն է, դա մարդու վրա ուղարկված նեգատիվ էներգետիկայի հարված է։ Դրանք տարբեր չափի են, տարբեր անուններ ունեն, տարբեր ձևով են ազդում յուրաքանչյուր մարդու վրա։ Մեկը ուժեղ խացավ է ունենում, մեկը ուժեղ թուլություն է ունենում, մեկը նյարդային համակարգը ամբողջովին տարված է, նայած ում վրա ինչպիսի գործողություն է կատարված, նայած յուրաքանչյուր ազնվություն, ինչպիսի էներգետիկա ունի, ինչպիսի բիոէներգետիկ դաշտ ունի, ամեն մեկը տարբեր ձևով են իրենց վրա դա ուզում։ Ես ընդհանրապես կուսացել եմ այնպիսի տարածքների մասին, որտեղ որ կա նեգատիվ էներգետիկա, գերեզմաններ, շատ խուսափեք գերեզմաններ հաճախելուց, պետք է գերեզմաններ հաճախեք, ամեն մեկը ձեր կրոնին համապատասխան, ձեր էգրեգորին համապատասխան, այն օրերը, որ ձեր էգրեգորը թույլ է տալիս, մուսուլմանների մոտ տարբեր օրեր են, քրիստոնյաների մոտ տարբեր օրեր են, տարբեր կրոնի հավատքի տեր մարդկանց մոտ տարբեր օրեր են, միայն այդ օրերից բացի անընդհատ հաճախելը, դա ձեզանից խլում է ձեր էներգետիկան։ Եթե մարդիկ կան, ովքեր որ հիմա ստած են և իրենք անընդհատ հաճախում են գերեզման, իրենց հանգուցալին տեսնելու, իրենք ոչ թե լավություն են անում իրենց հանգուցալին, իրենք և իրենց հանգուցալին են պատուծոն անում, նաև իրենք իրենց սեփական էներգիան են գցում խնդիրների մեջ, ունեն ուժեղ ցավեր, որ հատկապես ոտքի մասերը շատ մարդկանց մոտ հոտացավեր է, ոտքերի այդուցված վիճակ է, բայց կամաց իրենք ավելի մեծ խնդիրներ կունենան։ Ես ունեմ շատ վիդեոներ, շատ ձայնագրություններ, որտեղ խոսվում է ինչպես ձեզ բայեք գերեզմանի մեջ, ինչպես ձեզ բայեք հանգուցալի, եթե հուարկավորության ծիսակարգում, որպեսզի ավելի ուժեղ խնդիրներ չունենան։ Այժմ ուզում եմ խոսել մի այսպիսի նեգատիվ էներգիա պարունակող զոնայի մասին, որի մասին երևի ձեզանից շատերը չգիտեն։ Դա հիվանդանոցներն են, դա պոլիկլինիկաներն են, դա հերձարաններն են, առողջապահական բոլոր հիվանդանոցները, բոլոր հիմնարները, իրենք իրենց մեջ կրում են այդ նեգատիվ էներգետիկան։ Ինչպես են կրում։ Ընդհանրապես հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, դիահերձարաններ, մարդիկ չեն գնում լավ էներգիա ունեցող մարդ
մարդիկ չեն գնում, արդեն գնում են այն մարդիկ, ովքեր որ նեգատիվի արդյունքում ունեն ֆիզիոլոգիական պրոբլեմներ, գնում են մարդիկ, ովքեր որ ցավերի մեջ են, ովքեր որ առողջական խնդիրների մեջ են, եւ ինքնասինքյան, երբ որ դուք հաճախում եք պոլիկլինիկաներ, դուք արդեն զգում եք ձեր վրա, որ գալիս եք հոգնած, որ գալիս եք էներգիայի մեծ կորուստով, որ գալիս եք ոչ թե ձեր խնդիրները ինչ-որ ձևով բարատվել է, անցել է, այլ ընդհանրապես ձեր խնդիրները ավելի են ծանրացել, ավելի թույլություն, ավելի ուժեղ գլխացավեր, ավելի շատ էներգետիկայի բաղաց։ Ես դեմ չեմ հաճախեք, որ դուք հաճախեք հիվանդանոցներ, յուրաքանչյուր մարդ աշխարհ գալիս է ինքը խնդիրներով, ինքը իր պրոբլեմներով, առողջական խնդիրներով, հնարավոր է ձեր հարազատները ունեն առողջական խնդիրներ, որին դուք ուղղորդում եք տվյալ բուժական հաստատություն։ Ես դեմ չեմ բուժական հաստատությունների դիմել, դա մարդկային կյանքն է, բայց դուք բուժական հաստատություն դիմելու ընթացքում պետք է պաշտպանված լինեք, պետք է պաշտպանված լինեք, որպեսզի այն նեգատիվը, որ կուտակված է այդ ուժ հիմնարկության մեջ, այդ նեգատիվը ձեր վրա չբերեք եւ ավելի մեծ բարդությունների մեջ չգցեք։ Գիտեք ինչ սիրելիներս, նեգատիվ էներգիա է գրում նաև այն մարդկանց հաճախումը եկեղեցի, ովքեր որ մկրտված չեն։ Շատ դեպքերում իմ մոտ մարդիկ են գալիս, իրենք մկրտված չեն եւ իրենք ասում են մենք մտնում ենք եկեղեցի, գլխացավեր ունենք, մոմ ենք վարում։ Եթե դուք մկրտված չեք, սիրելիներս, ձեր մոմ վարելը Աստծուն Քրիստոսին ընդունելի չէ, որովհետև դուք մկրտությունը ամենակարևորն է քրիստոնյայի համար։ Մեր ազգի մեջ շատ մեծ տոկոս կա մարդկային, ովքեր որ քրիստոնյա իրենց համարում են քրիստոնյա, բայց մկրտված չեն։ Եվ նման մարդիկ ինքնասինքյան, երբ որ եկեղեցի են հաճախում, իրենք մեծ խնդիրներ են ունենում իրենց էներգետիկայի մեջ, կամ չպետք է եկեղեցի հաճախեք, կամ պետք է անպայման մկրտված լինեք, որ ձեր եկեղեցի հաճախելը ձեզ համար դրական լինի։ Չմկրտված մարդը, ոսոր կամ մուսուլմանը, կամ կրիշնայիզմով, կամ տարված մարդը, բուդդիզմով, բուդդիզմի ուսմունքով ապրող մարդը, ինքը որ մտնում է ինքնասինքյան եկեղեցի, չի կարողանա եկեղեցից լավ էներգետիկա ընդունել, ընդհանրապես ինքը կկորցնի իր էներգետիկան։ Եթե ցանկանում եք եկեղեցի հաճախել, պետք է անպայման մկրտված լինեք։ Շատ մարդիկ կան, ովքեր որ մոտ գալիս են, իրենք իրենց համարում են քրիստոնյա, իրենք քրիստոնյական պատարագները քրիստոնյում են, բայց մկրտված չեն, իրենք նման ձևով կորցնում են իրենց էներգետիկան։ Նույնն էլ չի կարող քրիստոնյա անձնավորությունը մտնի մզկիթ, մտնի տիբետյան տաճար եւ ինքը էներգետիկայի կորուստ չունեն։ Ամեն մարդ պետք է իր էգրեգորին, ինչին որ ինքը գրանցված է, ինչի հետ որ ինքը իր պայմանագիրը կապել է, ինքը պետք է այդ էգրեգորին մասնակցի, այդ էգրեգորին, այդ կրոնական համակին համապատասխանող տաճարներ հաճախի, որպեսզի էներգիայի կորուստ չունենա, ընդհանրակը իր էներգետիկան ավելի բարձրացնի։ Բացի դրանից, սիրելիները, շատ դեպքերում մարդիկ կան, որ ինձ հարցնում են, ինչպես մենք շատ տեղերից գնել ենք տարբեր թալիսմաններ, ուղարկում են ինձ այդ թալիսմանների նկարները, գալիս են բերում են այդ թալիսմանները եւ ասում են, որ այդ թալիսմանները չեն աշխատում։ Այո, սիրելիներս, այն թալիսմանը, որ ակտիվացված չէ, ինքը չի աշխատում։ Կարող է եւ այդ թալիսմանի վրայի նշանները շատ կարևոր են, շատ խելացի են, շատ ճիշտ են ձեզ համար գրված, բայց քանի դա ակտիվացված չի ձեզ համար, դա ձեզ համար չի աշխատի։ Ինքը
ձեզ չի էլ վնասի, ձեզնից չի խրեցել էներգետիկան, ուղղակի կլինի որպես զարդ, որպես ինչ-որ ատվիպուտիկա, որը որ ձեզ ոչ վնաս է տալիս, ոչ էլ օգուտ է տալիս։ Թալիսմանը պետք է ձեզանից յուրաքանչյուրի համար ակտիվացվի առանձին, որովհետև ամեն մեկը տարբեր օր եք ծնվել, ամեն մեկը տարբեր կենտրոնակերպի նշանի տակ եք ծնվել, ամեն մեկը տարբեր տարերկի էներգետիկա ունեք եւ այդ մասսահական ինչ-որ ձեզ ուղարկում են ինտերնետներով, դրանք այդքան էլ օգուտ չեն տալիս, ընդհանրապես օգուտ չեն տալիս, եթե իրենք ակտիվացված չեն։ Օրինակ շատ մարդիկ են գալիս մոտ իրենց թալիսմանների համար, ես մարդու համար անհատական հաշվարկ եմ կատարում, պետք է պաշտպանություն, այս է հարկավոր, պետք է անձնական երջանկություն, սա է ձեզ հարմար, պետք է ֆինանսական հաջողություն, ձեր ֆինանսական կոդը, սա է, դրա համար ամեն մարդ, անկախ նրանից, որորն է ծնված, ժամը քանիսին է ծնված, որ տարածքում է ծնված, դրանք տարբեր են, կարող է մարդը նույն օրն է ծնված, մեկը ծնված է Ամերիկայում, մեկը Հայաստանում, տարբեր հաշվարկներով ես կարողանում տվյալ մարդու համար անհատական իրեն թալիսմանները, ամուլետները, պաշտպանողական աբերեկները այդ մարդու համար սարքել, այդ մարդու համար ակտիվացնել։ Ես ինքս եւ սարքում եմ, ես ինքս եւ ակտիվացնում եմ, եթե գիտեք, որ դուք եթե ունեք պրոբլեմներ, կարող եք անհատական ինձ հետ աշխատել։ Յուրաքանչյուր մարդու թալիսման անհատական է, մասսայական չի կարող լինել։ Եթե մասսայական էլ գնում եք, դա պետք է նայեք, դա պետք է ակտիվացնել, որպեսզի ինքը իրեն հարմար համապատասխան գործողությունները կատարի, ձեզ պաշտպանի, այն ինչի համար, որ արել եք, կնել եք այդ թալիսմանը, ինքը կարողանա դրան համապատասխան իր գործունեությամբ զբաղվի։ Նաև ցանկանում եմ, շատ եք հարցնում, ինչպես պաշտպանել, պետք է ունենալ պաշտպանիչ թալիսման։ Բարդադիր, յուրաքանչյուրը պետք է ունենա իր էներգետիկ դաշտը, իր բիոէներգետիկ դաշտը պաշտպանող թալիսման։ Հատկապես եթե հաճախում եք այնպիսի վայրեր, որտեղ որ շատ մարդիկ են կուտակվում, որտեղ որ հանգուցալի հուարկավորության ծես է, որտեղ որ հիվանդանոցներ, որտեղ որ մարդկային էներգետիկայի հավաքված հավաքույթ է, մարդիկ կան, որ իրենք հարսանիքել են գնում, արդեն պատանում են, այո, որովհետև մարդկային էներգետիկան աչքը այդ հարսանիքի ժամանակ, այդ ուրախության ժամանակ նույնպես տվյալ մարդու վրա ազդում է, գալիս են խնդիրներով, գալիս են թուլացած, գալիս են առողջական խնդիրներ ունենալով, դրա համար ձեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա իր համար պաշտպանական թալիսման, անհատական իր համար, իր երեխայի համար, իր ընտանիքի համար, որպեսզի այդ նեգատիվ էներգետիկան իրենց վրա չհասնի։ Մարդիկ կան, ովքեր որ արդեն այդ խնդիրների մեջ են, եթե այդ խնդիրները ուժեղ են, պետք է անպայման մաքրման գործողություն դրվի եւ պաշտպանական նորից մաքրման գործողություն կատարվի եւ պաշտպանական թալիսման տվյալ մարդու համար անպայման պատրաստվի։ Եթե դուք գնում եք հիվանդանոց պոլիկլինիկա հաճախում եք եւ դրանից հետո ձեզ վատ եք զգում, ես ցանկանում եմ այսպիսի օգնող երկու փոքրիկ ծիսակարգը ձեզ ասել, որպեսզի այդ փոքր էներգետիկ հարվածը ձեր վրայից մաքրի։ Անպայման, եթե դուք քրիստոնյա եք սիրելիներս, հաճախեցիք ինչ-որ վայր, որտեղից գալիս եք գլխացավով, թուլացած էներգետիկայով, վերցնում եք մի բաժակ ջուր, լավ կլինի, եթե քրիստոնյա եք, օրհնած ջուր ունենալ, դրա մեջ դնում եք մի գդալ աղ, այդ ջրի վրա կարտում եք 7 անգամ հայրումերը, մեր տերունական աղոթքը եւ այդ ջրով անպայման ձեր դեմքը
ձեր երեսը նվաստում եք, նման ձևով այդ եկած նեգատիվը կարողանում եք մաքրել։ Եթե քրիստոնյա չեք, դուք կարող եք վաննայի մեջ ուղղակի լցնել սովորական աղ, լավ կլինի խոշոր աղ, որովհետև խոշոր աղը այն հատկություն ունի, սիրելիներս, խոշոր աղը լցնում եք վաննայի մեջ, լոգանք եք ընդունում, լվացով դուրս եք գալիս, նման ձևով ձեր վրայից վերացնում եք այդ նեգատիվ էներգետիկան։ Բայց որպեսզի ավելի պաշտպանված լինեք, լավ կլինի, որ ունենաք ձեզ համար, յուրաքանչյուրին համար սեփական ակտիվացված թալիսմաններ։ Այսքանը սիրելիներս, այսքանը, որ ես ցանկացած ես հետ կիսվել, ինչքան հնարավոր է հետաքրքիր ինֆորմացիայով ինֆորմացված եղեք, օգտագործեք դա ձեր կյանքի մեջ, դա ձեզանից յուրաքանչյուրին անհրաժեշտ կլինի։ Այսքանը սիրելիներս,